Մայիս 1-ն է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը վաղ առավոտից շնորհավորական ուղերձներ է տարածում։ Թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները և ստեղծել նոր արժեքներ, շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի։ Այսօր էլ մեր քաղաքացիները նվիրումով աշխատում են, իրենց ներդրումն ունենալով երկրի զարգացման գործում։ Եվ իր ուղերձում միայն մարդու իրավունքների պաշտպանն են նկատում։ Հայաստանում շարունակում են աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման բազում խնդիրներ այսօր էական մնալ։ Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է աշխատաշուկայում կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Առանցքային է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովման ուղղված առավել հետևողական և ամբողջական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ Տարիներ շարունակ աշխատանքային իրավունքների ոտնահարման հարյուրավոր դիմում բողոքներ է ստանում աշխատանքի տեսչականը։ Օրինակ, միայն նախորդ տարի այն գերազանցել է ավելի քան 480-ը։ Տեսչականի թեժ գծի զանգերն էլ շատացել են։ Եթե 2024-ի առաջին եռամսյակում 1473 զանգ էին ստացել, ապա 2025-ին ճիշտ 2025 ավելի 552-ով։ Պատճառը բազմաթիվ է։ Դրանք կարող է լինել թե աշխատողի իր իրավունքի վերաբերյալ չիմացությունը, թե գործատուի կողմից խոչընդոտները։ Ըստ Մանասերյանի, մեր երկրի աշխատանքային օրենսգիրքը հնարավորինս համապատասխանեցված է միջազգային փաստաթղթերին, նաև մեր աշխատաշուկային։ Խնդիրը օրենքը գործարկելն է, թե չէ բոլոր լավ ձևակերպումներն էլ շրջանցել հնարավոր է։ Երբ խախտվում է աշխատանքային իրավունքը, չի կարելի դրա հետ ուղղակի համակերպվել, պետք է անպայման դրա մասին բարձրաձայնել եւ գնալ այդ իրավունքի վերականգնման հետևից։ 2023-ից հիշենք, աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումը մտավ ուժի մեջ, սակայն այս ընթացքում նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են արձանագրել, այն դեռևս բավարար չէ դեպքերի կանխարգելման եւ իրական պաշտպանության համար։ Անցած 1 տարվա ընթացքում աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության զոհ է դարձել 3 քաղաքացի։ Տեսչականում հարուցված վարույթները կարճել են աշխատավայրում բռնության դրա սպառնալիքը ներառող արարքներ չարձանագրելու հիմքով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։